Այսպես են փյունիկցիները սկսում իրենց առօրյան, Հայաստանի Հանրապետության օրհներգով բացում են օրը, մտավոր և ֆիզիկական վարժություններ, խաղեր։ 2013 թվականի օգոստոսի 1-ից է մեկնարկել այս բակային ճամբարը, 2 փուլով է անցկացվել, յուրաքանչյուրում ընդգրկվել է Փյունիկ կենտրոնի 100 երեխա։ Բակային ճամբարը գործում է 15 տարի, որը դարձել է արդեն տրագեդիա։ Ամեն տարի մեր կենտրոն հաճախում են 150 երեխաներ և ճամբարը հիմնադրվում է հենց այդ երեխաներով։ Ամբողջ տարին երեխաները գալիս են կենտրոն մասնակցելու տարբեր խմբակների, իսկ ամառ արդեն բոլոր երեխաներն, ովքեր ցանկանում են բակային ճամբար, ինստիտուտյան արդեն գիտեն ամիսը, օրը երբ են գալու, արդեն գալիս են, ովքեր տարբեր տեղեր են գնում են դուրս ճամբար, ովքեր ներսն են մնում բակային, մնում են հենց կենտրոնի մեջ։ Տեխնիկային են դիտում, փոքրիկ տեխնիկներով, դա ցերկի աշխատանքներ, մուլտֆիլմներ են դիտում, խաղեր են կազմակերպում եւ դալիճում եւ դրսում, օրվա ընթացքում երբ շատ արև է, իրանք դալիճային խաղերի են մասնակցում, իսկ երբ հով է արդեն դրսում են խաղում։ Երեխաները ճամբար են հասնում Փյունիկի ավտոբուսով։ Բակային ճամբարին Շիրակի մարզի տարբեր տարածաշրջաններից են երեխաներ մասնակցում։ Ճամբարը ինտեգրացիոն հարցեր լուծելու նպատակ ունի։ Մենք ունենք մարզերից, Ախուրյանից, Մարմաշենից, տարբեր տեղերից ենք բերում սայլագից օգտվող երեխաներին, ավտոբուսը առավոտ հավաքում է բոլոր երեխաներին, բերում է ճամբար, երեկոյան ժամը 6-ին հետ է տանում բոլորին իրենց տները։ Սովորեցնում ենք երեխաներին մեկը մյուսին սիրել եւ թիմային աշխատել, այսինքն թույլ եւ ուժեղ իրարից չտարբերեն։ Բոլորը միասնական մասնակցեն եւ թիմի հաղթանակը բոլորի հաղթանակն է։ Երեխաներին փորձում ենք ուրախություն պատճառել եւ սեր, նրանց մեջ սերմանել սեր մեկը մյուսի հանդեպ։ Գալիս եմ Ախուրյանից ավտոբուսով հարմարավետ։ Այստեղ շատ լավ է անցնում առօրյան, ես այստեղ ինձ լավ եմ զգում, ես հանգստանում եմ այստեղ, կարելի է ասել, ես ուրախանում եմ, որ այստեղ եմ գալիս։ Այստեղ առավոտները մենք կանգնում ենք տողան, հայրենիքի հիմքն ենք երկում, վարժություններ ենք անում, հետո գնում ենք դալիճ։ Ֆիլմեր ենք նայում, երգեր ենք երգում, ձեռքի աշխատանք ենք անում և գնում ենք դուրս։ Բակային ճամբարում ժամը 12-ից մինչև 18 ընկած ժամանակահատվածում երեխաները հասցնում են զբաղվել ձեռքի աշխատանքով, կինոդիտմամբ, պարում են, ճաշում։ Այս ձեռնարկն իրականացել է Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ։ Ունենք դասապատրաստումներ, ձեռքի աշխատանքներ, որ երեխաներին տրամադրվում է գունավոր թղթեր եւ հատուկ իրենց համար ալբոմներ, իրենք այդ ալբոմները 15 օրվա ընթացքում ձևավորում են եւ իրենց հետ տուն են տանում ճամբարի վերջում։ Ասեմ, որ շատ հետաքրքիր է կազմակերպվում առօրյան, սնունդը շատ մատչելի է երեխաներին, սանեպիդի հսկողության տակ է, առողջապահության հսկողության տակ է։ Ամառվա ավարտը նաև բակային ճամբարների հանգստի փուլն է։ Հաշմանդամների Փյունիկ միության Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արմինե Նիկողոսյանը համոզված է, որ հաջորդ տարի եւս հնարավոր կլինի երեխաներին ուրախացնել եւ հրավիրել իրենց ճամբար։ Հասմիկ Կարապետյան, Լիլիթ Մուրադյան, Խաչատուր Գևորգյան, Ազդարար։